սիրելի ցուլեր, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով ողջույն։ Այսօր հունիսի 24-ն է, վաղը արդեն կլինի նորալուսինը, եւ ես այսօր ուզում եմ ներկայացնել հուլիս ամսվա համար կանխատեսումը ձեր նշանի համար եւ տեսնենք ինչ փոփոխություններ կան հուլիս ամսին եւ այդ մոլորակների փոփոխություն, որտեղ դրանք շատ են, հեռավոր մոլորակները դառնում են հետընթաց, փոխում է իր նշանը, Ուրանը որպես հեռավոր մոլորակ եւ ահա իրենք բերում են բնականաբար մեր կյանք փոփոխություններ, մասնավորապես Ուրանը փոփոխություններ, նոր մտքեր եւ հուլիսի համար ասեմ, որ նոր մտքերը միմիայն ձեզ կօգնեն վեր լուծելու այն բոլոր խնդիրները, որ կապված են ընդհանրապես տան, ընտանիքի թեմային վերաբերող ուրեմն հարցեր են, արտերկրի հետ վերաբերող հարցեր են եւ այդպես։ Այսպիսի հարցեր եւ թերևս հուլիս ամիսը ես կսկսեմ ձեր մոլորակից, Վեներայից, իդեպ նշեմ նաև, որ դուք բավականին առաջ եք շարժվել, առաջին վեցնյակում եք, շատ այդպես Վեներան շատ ուժեղ է եւ կշարժներն են առաջանցել եւ դուք, ահա, եւ հենց Վեներայից էլ սկսենք, որովհետեւ հուլիսի 4-ին Վեներան, որ գտնում էր ձեր նշանում սիրելի ցուլեր, ես կարծում եմ բավականին այդպես ինքը օգտակար գտնվեց ձեզ համար, այսինքն ինքը դեռևս գտնվում է մինչև հուլիսի 4-ը եւ ես խորհուրդ կտայի մասնավորապես ասցենդենտով ցուլերը, որ մաքսիմալ օգտագործեք այդտեղ թե արտաքին փոփոխությունը կարող է շատ դրական անդրադառնալ, հատկապես երբ դուք ձեր անձնական քարտեզում կունենաք լավ ասպեկտացիա, թե բավականին նոր զգեստներ, ձեր զգեստապահարանը կարող եք թարմացնել, փոխել ձեր իմիջը, ձեր տեսքը, այլ ավելի գեղեցկանալ, ինչպես ասում են, ձեր գեղեցկությանը ավելացնեք, փորձեք ավելի այդպես ավելի խնամված լինել եւ այլն, այսինքն ինքը տալիս է ժամանակ, բանը նրանում չէ դուք խնամված եք, թե ոչ, բանը նրանում է, որ ինքը այդ ժամանակը տալիս է, դու ժամանակ ես հատկացնում կամ ֆինանսներ տրվում են, որպեսզի դու ուրեմն այդ ամենին ժամանակ հատկացնես եւ բնականաբար հաճելի օրեր, հանդիպումներ եւ այլն, այդ ամենը ձեզ համար մնացածը արդեն այստեղ նաև ֆինանսներն են, իսկ մնացյալ արդեն ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս, դու գումարներ եք ծախսում ձեզ համար, գումարներ են ձեզ այդպես նվիրում եւ այլն, մինչեւ հուլիսի 31-ը ինքը ուրեմն կլինի երկօրյակի նշան, այնպես որ մինչեւ հուլիսի 4-ը դուք ժամանակ ունեք դեռևս իրեն վայելելու, իսկ հուլիսի 4-ից հուլիսի 31-ը ինքը արդեն լինելու ձեր ֆինանսների տանը, այդտեղ այնպես չի, ինչ որ խնդիրներ, այդտեղ ինքը եւ իր նշանումը եւ իր տանն է եւ ձեզ կբերի նաեւ գումարներ, ֆինանսական հարցեր կլինեն, մասնավորապես լավ ասպեկտացիաների դեպքում գումարներ կունենաք, դա իհարկե շատ լավ է, ահա, եւ գիտեք ինչ, հատկապես եթե դուք լինեք արևի նշանով, խոսքի օրինակ ձուկ, լինեք այծեղ ջուր, լինեք կույս կամ խեց գետին, հա, մասնավորապես իրանք, եթե դուք արևի նշանով այդ նշաններն եք եւ ձեր ասցենդենտ ասենք ցուլ է, ահա, ուրեմն ամեն ինչ շատ լավ կլինի կապված Վեներայի ֆինանսների հետ, սիրո հանդիպումների եւ այլն այս թեմաներում եւ անցնենք առաջ հաջորդ իսկ օրը հուլիսի 5-ին Նեպտունը կդառնա հետընթաց ձեզ նախորդող նշանն է ինքը ընկնում մինչև դեկտեմբերի 10-ը ինքը լինելու է հետընթաց եւ գիտեք ինչ մեծ հաշվով ձեզանից եւս ձեր ապագայի հետ որոշակի փոփոխություններ, միգուցե լրացումներ, գիտեք, նայած ու մոտ ինչպես կլինի, ոմանց մոտ գիտելիքի տեսքով դա կարող է լինել, ոմանց մոտ աշխատանքի տեսքով, հա, այսինքն ինչ որ աշխատանք ավելացնել, փոխել եւ այլն, որպեսզի շատ գումար վաստակել, ոմանց մոտ կակտիվանա արտերկրի թեման, դա նորից կամ աշխատանքի կամ սովորելու հետ կապված կլինի, այսինքն իրադարձություններ հնարավոր է կատարվեն, որ դուք ձեզ ստիպեն ուրեմն որոշակի փոփոխություններ մտցնել, որոշակի պլանների փոփոխություն, հա, դա կարող է բերել բոլոր դեպքերում, ես կարծում եմ դուք խորհելու ժամանակ հուլիս ամիսը ձեզ տրվում է խորհելու այդ մասին
Ահա, մոլորակները դա են ասում եւ իրենք հեշտացնում են, որպեսզի դուք այդ քայլը անեք, որովհետեւ մի քիչ առաջ անցնեմ, որպեսզի ամբողջական լինի պատկերը, Սատուրնը, ուրեմն Նեպտունը լինելու են հետընթաց, ինչպես նաև Խերոնը, այդ բոլոր 3 մոլորակները իրենք լինելու են խոյի նշանում հետընթաց, այստեղ ձեր պլաններին կարող է անդրադառնալ ինչ-որ բան, ցանկանաք փոխել, անորոշ է եւ այլն, եւ ասացի արտերկրի թեման ուրեմն կա ցուլերի մոտ եւ այդ ամենից բացի Ուրանը, հիմա ես հենց ուզում եմ կանգ առնել Ուրանի վրա, Ուրանը հուլիսի 7-ին փոխում է իր նշանը մտնելով երկվորյակի նշան եւ մինչեւ նոյեմբերի 8-ը ինքը գտնվելու է ձեր ֆինանսների տանը, այստեղ ինքը հավանաբար ձեզ կզգուշացնի, որ ձեր ֆինանսական վիճակը կարող է լինել անկայուն, դուք կարող եք մեծ գումար ստանալ, հետո գումար չլինի կամ կարող եք մեծ գումար ունենալ, նայած ինչպեսին կլինի, մեծ գումար լինի եւ հետո դուք այդ գումարներ ծախսեք, ինչ որ ժամանակ քիչ գումար լինի կամ գումար չունենաք եւ այլն, այսպես անկանոն է չեք կարող հաստատուն ֆինանսական վիճակ ունենալ, սիրելի ասցենդենտով ցուլեր, արևի նշանով ցուլեր, այնպես որ առաջիկա 7 տարում պատրաստվեք, որ ձեր ֆինանսական վիճակը լինելու է անկայուն եւ իհարկե դուք դա անպայման հուլիս օգոստոս այդ ժամանակահատվածներում կզգաք, գիտեք ինչ հնարավոր է, եթե դուք լավ ասպեկտացիա ունեք, եկեք սա հասկանանք, այսինքն դուք հասկանաք, ես բացատրեմ, որ հնարավոր է, որ այդ մի քանի աստիճաններում, երբ որ Ուրանը կունենա շարժ, կմտնի երկվորյակի նշան, ինքը լավ էներգիա կենտրոնացնի եւ դուք ընդհակառակ այստեղ մեծ գումարներ կարող եք ստանալ։ Ուշադրություն դարձրեք բոլոր դեպքերում հուլիսից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում տեսեք ձեզ մոտ ուրեմն ինչ իրավիճակ է, եթե գումար կորցնեք, ուրեմն իմացեք, որ 26 թվականի երբ որ ինքը մտնի, հենց այդ ժամանակահատվածում դուք նորից գումար եք կորցնելու, այնպես որ սա իմացեք, ուշադրություն դարձրեք, ուսումնասիրեք այդ ժամանակահատվածը ձեզ գումար է գալիս, թե դուք գումար եք կորցնում կամ ծախսում եք գումար ինչ որ նպատակի համար, սա ես ձեզ նախապես ասեմ, որպեսզի դուք պատրաստվեք, որովհետև նույն կետին կարող է այսպես կպնել ինքը, այդ նույն թեման լինի, ես քանի որ հիմա ձեր անձնական քարտեզը չեմ վերլուծում, դրա համար չեմ կարող ավելի մանրամասն ասել, պարզապես այդքան հուշում եմ, որպեսզի դուք կենտրոնանաք, իսկ ավելի մանրամասն ես խոսել եմ Ուրանի մասին, հղումը կթողնեմ ներքևում վիդեոյի, դուք կարող եք նայել, որպեսզի հասկանաք, այդպես ընդհանուր պատկերացնեք, որովհետև ես ընդհանուր խոսել եմ, ավելի մանրամասն խոսել եմ Ուրանի մասին, եւ հիմա չնայած բավականին մանրամասնեցի, բայց բոլոր դեպքերում այնտեղ ավելի շատ կիմանաք, անցնեմ առաջ եւ 11-ին հուլիսի տեղի կունենա լիալուսինը 00 գիշերը 00:36:37 վայրկյան, 36 րոպե 37 վայրկյանում Արևև լուսինը կհակադրվեն 19 աստիճանում եւ այն տեղի կունենա այծեղ ջուրի նշանում։ Բնականաբար այծեղ ջուրը եւս հողի նշան է եւ ձեզ համար դա շատ լավ է, արտերկրին է վերաբերում, հավանաբար ինչ որ կապեր կան, հարցեր կան եւ դուք գիտեք սա հիմնականում վերաբերում է ասցենդենտով նշանի ցուլերին եւ այստեղ արտերկրի հետ կապված բոլոր դեպքերում լավ լուր կիմանաք կամ եթե աշխատում եք ձեր աշխատանքի, ձեր բիզնեսի, թեկուզ օնլայն, հա, այստեղ լավ իրադարձություններ ուրեմն կարող են լինել։ Լավ լուրեր կլսեք, այսպես ասեմ։ Ահա, դա լիալուսնի հետ կամ գիտեք հնարավոր է դա մինչև 11-ը, միգուցե ոմանք հուլիսի սկզբին լսեն դրա մասին, ոմանք 10-ին լսեն, ոմանք ասենք վաղվանից սկսված, հա, արդեն վաղը նորալուսին է, այդ ժամանակվանից սկսած իրենք ուրեմն արդեն կարող են լսել այդ լավ լուր լսել, ահա, լավ իրադարձություն կապված ոմանք հնարավոր է դատական թեմաներին վերաբերի, ոմանց մոտ այդպես շրջագայության, չնայած հիմա լարված վիճակ է, ինչևէ ոմանց մոտ ամուսնության թեման եւս կարող է լինել, ահա, նայած ում մոտ ինչ կլինի եւ 13-ին Սատուրնը դառնում է հետընթաց մինչեւ նոյեմբերի 28-ը ինքը եւս գտնում է խոյի նշան, ինչպես որ ասացի, Սատուրնը, Նեպտունը եւ
Չիրոնը իրեն գտնվում են խոյի նշանում եւ ինչպես տեսանք 5-ին հուլիսի Նեպտունը դարձավ հետընթաց, այնուհետև 13-ին Սատուրնը փաստորեն դառնում է հետընթաց եւ այստեղ միգուցե ձեր ապագային նայելով որոշակի փոփոխություններ ուրեմն մտցնեք ձեր կյանք հնարավոր է միգուցե ինչ-որ գաղտնիքներ, ինչ-որ կամ այն ինչ-որ անհասանելի էր ձեզ համար դառնա հասանելի եւ իհարկե դրան հաջորդում է անշուշտ Մերկուրին, որը շատ կարեւոր է, ինքը լինում է հուլիսի 18-ին լինելու է հետընթաց մինչև օգոստոսի 11-ը առյուծի նշանում, դա ասում է, որ դուք այստեղ պետք է վերանայեք նախ հիշեցնեմ, ամեն անգամ ես դա իհարկե ասում եմ, գիտեք Մերկուրին դա մեր մտքերն են, հիմնականում մտքերը հարաբերությունները, մտքերը մենք ամեն անգամ ինքը ասել եմ միակ մոլորակն է, որ հաճախ է 3 անգամ, երբեմն 4 է ստացվում, երբ մի մասը ընկնում է, ասենք մյուս տարվա մեջ, ստացվում է տվյալ տարվա մեջ 4 անգամ, ինչև է, շատ է լինում ինքը փաստորեն հետընթաց, որպեսզի մենք մաքրենք մտքերը, քանզի երբ մենք չենք մաքրել մեր հարաբերությունները, չենք ճշտել, աղբից չենք ազատվել, դա կարող է բացասական անդրադառնալ մեր առողջության վրա, հարաբերությունների վրա։ Հիմա տեսնում եք, ձեր ընկել է ընտանեկան թեմայի մեջ եւ ոմանց մոտ կարող է սիրո թեմային վերաբերվել, նայած դուք ինչ ձեր ասցենդենտը ինչ գրադուսում է գտնվում, ինչ աստիճանում է գտնվում, դա ասեմ շատ կարեւոր է ճշգրիտ ժամը իմանալ, որտեղ դրանով է պայմանավորված, թե ուրեմն որ տուն հա նույնիսկ տները տարբեր են լինում, որտեղ կընկնի, դա կարող է ոմանց սիրո թեմային վերաբերել, երեխաների թեմային վերաբերել, որ իրենք խնդիրներ կա, պետք է վերանայեն այդ հարցը, ոմանց մոտ այստեղ ընտանիքի թեման է, կարող է դա լինել եւ ընտանիքում ուրեմն այդ հարաբերությունները ինչ որ խնդիր կա ու դուք լծված եք այդ խնդիրը լուծելուն, այստեղ կարող է ուրեմն երեխայի հարցը եւս լինել եւ ի վերջո արտերկրի թեման լինել, ու աշխատանքի հետ կապված եւ այլն, հա, կամ շրջագայության հետ կապված կամ այլ թեմաներով, այնպես որ ոմանք հնարավոր է վերանորոգեն իրենց բնակարանը կամ որոշեն, որ ցանկալի չէ այդ ժամանակ վերանորոգել, բոլոր դեպքերում աշխատանքներ կարող են ավելի դանդաղ գնալ, գիտեք, այդպես ժամանակներ կա, թե դու երբ անես, որ ինքը շատ արագ ու սահուն գնա, այդ նրբությունները, պարզապես հիմա չեմ կարող բարձրաձայնել, շատ, գիտեք, շատ բանալիներ կա, երբ դու տիրապետում ես այդ բանալիներին, շատ հեշտ է լինում ապրել ու քո գործերը այդպես կարգավորել։ Ինչևէ նման հարցեր կան եւ դուք փորձեք ձեր հարաբերությունները ճշտել, ձեր հարաբերությունները կարգավորել, ահա, եւ կամ գիտեք ինչ որ հարցեր են առաջանում, գիտեք, տան, օֆիսի, միգուցե դուք ավտոտնակ ունեք կամ այդպես անշարժ գույք, հա, անշարժ գույք, ինչ որ վերանորոգման աշխատանքներ են կատարում, ասենք կարող է դա լինել եւ ձեր կամքից անկախ, դուք չեք նախապատրաստվում, որ ինչ որ բան պիտի վերանորոգեք, բայց դա կատարվում է, ու դուք ինքնաբերաբար ներքաշվում եք այդ ծրագրի մեջ, այսպես ասած, կամ խնդրի մեջ եւ այդպես պիտի արդեն բանան է կամ վերանորոգում են կամ նոր բնակարան են գնում վերանորոգման աշխատանքներ եւ դուք լծվում եք այդ աշխատանքին, այսպեսի հարցեր կան։ Մերկուրին իհարկե այստեղ ուշացնեք դարձնում նաև տեխնիկային եւ նոր պայմանագրեր, նոր հարաբերություններ ցանկալի չեն, ճիշտ հակառակը պետք է այդ ամեն ինչը կարգավորել, շտկել, եթե կան հարաբերություններ, ուրեմն ասացի ընտանիքում մասնավորապես լարվածություն կա, փորձեք այդ հարցերը կարգավորել, վերանայել, հասկանալ ինչումն է եւ ուղղել, չի կարելի ընտանիքում կամ հարազատների հետ այդպես լարվածություն ունենալ, փորձեք կարգավորել եւ իհարկե ոչ մի ասացի պայմանագիր չենք ստորագրում, նոր գործ չենք սկսում, եթե հատկապես այդ գործը դուք տանից եք իրականացնում, ցանկալի է, որ այդ ամեն ինչը, գիտեք, քանի որ ասացինք ռեստարտ է անում, մաքրում է մտքերը, որպեսզի դու ուսումնասիրես դաշտը
ու միգուցե դա քեզ մոտ ստեղծել է սխալ տպավորություն, դու սխալ տպավորության ներքո ես գտնվում, քեզ սխալ ինֆորմացիա են տվել եւ ըստ այդ սխալ ինֆորմացիայի դու կատարել ես ինչ-որ մի քայլ եւ հիմա քեզ հարկավոր է դա պարզել, դրանից հետո արդեն հարաբերություններ կարգավորել կամ եւ այլն, ինչպես որ ցույց կտա։ Այսքան կարեւոր է եւ իհարկե նաեւ ուշադիր ենք լինում, քանի որ հետընթաց Մերկուրի ժամանակ միտքը շատ ցրված է լինում, նաեւ դրա համար պետք է ուշադիր լինել, իրեր չկորցնել, փաստաթղթերում, կարող են վրիպումներ լինել, դրա համար են ասում, որ ոչ մի նոր բան մի ստորագրեք, ինքը շատ դժվար է տեղաշարժվում, եթե հիմքը դնում եք այդ ժամանակ, ինքը գործը շատ դանդաղ է գնում առաջ։ Եվ դրա համար էլ կան օրեր, դրա համար է ասվում, որ այսինքն այս ժամանակահատվածում պետք չի սկսել գործը, միգուցե դուք խավարման միջանցքում եք, միգուցե հետընթաց Մերկուրի ժամանակ է ընկել, ինչ-որ բան եք գնել, որ նոր բնակարան եք գնել, ասենք էլիտար շենքում, նոր բնակարան եք գնել, շատ այդպես անհարմար ժամանակ եք գնել, սխալ ժամանակ եք մտնում այդ բնակարանը եւ ինքը առանձնապես ձեզ հաջողություններ չի բերում։ Այս նրբություններ կա, որ մարդիկ բնականաբար չեն տիրապետում եւ ինքնահոսի այդպես գնում է եւ այդպիսի իրադարձություններ են լինում։ Սա ուրեմն Մերկուրի մասին եւ մենք այդպես սահուն գնանք դեպի արևը, որովհետեւ 22-ին հուլիսի արևը կփոխի իր նշանը, մտնելով առյուծի նշան, դա ձեր ընտանեկան թեմային է, տան բնակարանի ընտանեկան թեմային է վերաբերում, սիրելի ասցենդենտով ցուլեր հիմնականում, որտեղ տները բաժանվում են ըստ ասցենդենտի։ Երկուսն էլ լսում եք եւ ասցենդենտը անպայման եւ արևի նշանը, որպեսզի լինի ամբողջական, այլապես կիսատել լինելու։ Սա ամեն անգամ ինձ այս հարցը տալիս են, որտեղ նոր մարդիկ են ներգրավում եւ իրենց համար դա անծանոթ է, նույնիսկ ասեմ, որ շատ կարեւոր է ասցենդենտի նշանը, որովհետև տեսեք, այսպեսի մի նրբություն, եթե տեսեք ձեր ասցենդենտը 20 աշճանից մինչև 30 աշճան, որտեղ յուրաքանչյուր նշան ունի 30 աշճան, 20-ից 30-ի այդ հատվածում է գտնվում, այստեղ ոմանց մոտ կարող են լինել որոշակի առողջական խնդիրներ, իրենց թույլը զգան, լավ չզգան եւ այլն, կամ նայած ու մոտ ինչպիսի ասպեկտացիաներ են, դա կա, իսկ օրինակ, ասենք 1-ից մինչև 15 կամ թեկուզ հենց 20-ը նայած, ուրեմն այդ աստիճաններում է գտնվում, նույն նշանում է, տեսեք, բայց գրադուսները տարբեր են, եթե այդ վերևում է գտնվում, այդ դեպքում արդեն այստեղ դուք պարտների հետ եք ունենում խնդիրներ, այսպիսի նրբություններ կա, դրա համար եմ ասում ժամը հաշվարկել իմանալ, ժամը դա շատ կարևոր է, ոչ թե ուղղակի նշանը, ասենք ինձ գրում են մոտավոր այս ժամից այս ժամն եմ ծնվել, այդպես չի լինում, հասկանում եք, այդպես չի լինում, պետք է իմանաս քո նաև աստիճանը բացի նշանից, շատ կոնկրետ ասեմ, որ հետո հարցեր չլինեն, ինչև է արևը, ուրեմն տեղավորեցինք արևին առյուծի նշանը, որտեղ ինքը իր նշանում է, ինքը բավականին ուժեղ է, որտեղ երբ արևը մտնում է առյուծի նշան, այդ ժամանակ օրերը ամենատակն են լինում, կամ երբ ինքը արդեն մոտենում է, այդ ժամանակահատվածը բավականին տաք է լինում, սա էլ այսպես, եւ մենք անցնենք նորալուսնին, գիտեք, ես այստեղ մի բան եւս, քանի որ Վեներայի ձեր մոլորակն է, ուրեմն ես նաեւ իհարկե այսօր 24-ն է, ես 30-ի համար զգուշացնեմ, պլյուս մինուս 1-2 օր, այստեղ ուշադիր եք լինում ֆինանսների հետ, հանդիպումներ ցանկալի այդ ժամանակահատվածում հանդիպումներ չունենալ, ֆինանսական հարցեր չքննարկել, եւ եթե մենք այդպես նորից սահուն գալիս ենք, որովհետեւ Վեներան շատ սահուն է, դրա համար եմ այդպես ասում, 13-ին պլյուս մինուս 1-2 օր ֆինանսներ պարտք չենք տալիս, չենք վերցնում, առավել ևս բանկերի հետ լինում ենք զգուշ, որովհետև ոմանց մոտ էլ դա կարող է խնդիրը վերաբերել բանկերին, դա նորից եմ ասում պայմանավորված է ձեր ասցենդենտի գրադուսով, ցուլի նշանում, բայց գրադուսով,
Եվ ուրեմն նորալուսինը տեղի կունենա գիշերը 23:11 արևելուսինը կմիանա 3 աստիճանում, ահա առուծի նշանում, ահա այստեղ հնարավոր է մաքրեք ձեր մտքերը, ձեր ուղեղը, տեսնեք 18-ին Մերկուրին հետ ընթաց է լինում եւ մաքրվելով այդ ամեն ինչից, որպեսզի դու կարողանաք նոր հարաբերություններ սկսել, ամեն ինչ սկզբից, ամեն ինչ նոր եւ այդպես գեղեցիկ, որովհետև առուծի մոտ ամեն ինչ այդպես գեղեցիկ է, այնտեղ սերն է իշխում եւ այո, գեղեցիկ է ամեն ինչ։ Եվ հիմա անցնենք առաջ, թերևս 30-ով էլ հենց կեզրափակենք հուլիս ամիսը, ուրեմն հուլիսի 30-ից մինչև 2026 թվականի հունվարի 2-ը Խիրոնը դառնում է հետընթաց եւ ինքը ինչպես որ ասացի եւս գտնվում է խոյի նշանում եւ որպեսզի գիտեք ընդհանուր ասեմ մոլորակները Սատուրնը, Նեպտունը, Խիրոնը գտնվում են խոյի նշանում, իրանք դառնում են հետընթաց, բոլոր դեպքերում դա տեմպը ընկնում է եւ դուք ավելի շատ խորասզվում եք, ավելի հանգիստ կարողանում եք վերլուծել, կարողանում եք շունչ քաշել, որովհետև այս ամենը ձեզ տրվեց, այն ինչ որ կատարվեց ըստ ձեր անձնական քարտեզիայի ինչ որ կատարվեց ձեզ հետ, հիմա դուք այդ ամեն ինչը պիտի վերլուծեք եւ հասկանաք ինչ է եղել, որովհետև մյուս տարի իրանք կգան ձեզ այցելության այդ խնդիրները, այսպես կամ եթե խնդիրներ չեն եղել, լավ իրադարձություններ են եղել, բոլոր դեպքերում իրենք ձեզ այցի կգան։ Այսպես, այսքանով ավարտեմ, սիրելի ասցենդենտով ցուլեր, այնուհետև արևի նշանով ցուլեր, գրեք անպայման տպավորությունների մասին, որովհետև ես բավականին մանրամասնեցի ձեզ համար, չնայած որ 4-րդ տեղում եք, ինչևէ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս, գրեք, արդյոք դա օգտակար եղավ ձեզ, որքանով օգտակար եղավ, ինչ շատ են գրում մեսենջերով հիմնականում, չգիտես ինչու, որ այս բանը այսպես արեցի, ձեզ լսեցի, դա ինձ օգնեց եւ այլն եւ այլն։ Այնպես որ գրեք, կիսվեք, իսկ մենք հանդիպենք հաջորդ ամիս, այսքան առայժմ։